Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հատիկ-հատիկ բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։ Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները։ Օրաթերթը կապ էր հաստատել Թևոսյանի հետ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել։ Վերջինս նշել էր, որ վարչապետը որոշումը կայացրել է իր սեփական դիմումի համաձայն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն հրապարակել էր 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, որի համաձայն 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Փաստն այն է, որ Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս, քանի որ գնացող եւ եկող քաղաքացին ըստ քաղաքացիության ամենաշատը հայեր են։ Օրաթերթը նաև գրում է. լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը ազատման դիմում է գրել։ Ավելին, օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արտագաղթել է։ Հրապարակ օրաթերթը գրում է. անցած ուրբաթ Կապանի Քարավան ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակիցներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով, միս եւ կենդանական ծագում ունեցող մթերքներ չի եւ անգամ դրա մասին ասել է։ Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է գնալ մարզեր։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են եւ վրանն ապամոնտաժում մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաեւ մարզերում ապրող արցախցիների խոսքը եւ պատվիրանները։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։